Պարոն Սարգսյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար։ Մի քանի թեմաներ կա, որոնց հետ կապված կլսենք ձեր տեսակետը։ Եվ այսպես անդրադառնանք Իրան-Միացյալ Նահանգներ բանակցություններին։ Բանակցություններից հետո ըստ էության իրավիճակը շարունակում է լարված մնալ, հիմնական հարցերի շուրջ պայմանավորվածություն հնարավոր չի լինում ձեռք բերել։ Երեկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց, որ Մերձավոր Արևելքի բոլոր նավահանգիստները շրջափակման մեջ են եւ իրենք սպասում են թշնամուն։ Իր հերթին Նեթանյահուն հայտարարում է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը ջախջախեցին ռեժիմը Իրանում։ Միասին մենք մինչև հիմքերը ջախջախեցինք Իրանի հանցավոր ռեժիմը, ասում է Նեթանյահուն։ Իրավիճակը այնքանով է շարունակում լարված մնալ, որ մենք տեսնում ենք, որ ինչ հայտարարություններ է անում նույն Թրամփը։ Ես կուզեմ բանակցություններին անդրադառնանք, հետո նաև երկու կողմերից եկող հայտարարություններին։ Թրամփի վարչակազմի եւ անձամբ Թրամփի կողմից, հետո նաև իրանական կողմի արձագանքին, Արաքչիի հայտարարությունը, եւ նաև այս ամենի ֆոնին մենք տեսնում ենք նաև փոխադարձ փոխհրաձգություն Հռոմի Պապի եւ Թրամփի միջեւ։ Համեցեք։ Առաջին եզրակացությունը, որը մենք պետք է անենք այս պատերազմից, որը առաջին հերթին դա արվեց Նեթանյահուի կառավարության կողմից հրաժարվեց, որովհետև Իսրայելի այսօրվա պետությունը եւ իր իշխանությունը այսօր ամենաառաջի սադրիչն են այդ արևելքում, որովհետև այն ինչ որ իրենք արեցին Գազայի շրջանում ամբողջովին ոչնչացնելով անունը դնելով, որ իրենք պայքարում են էքստրեմիստների հետ, քաղաքացիական բնակչությունը ամբողջովին համարյա այնտեղից կամ տարհանվեց կամ ոչնչացվեց։ Սա ցույց է տալիս, որ աշխարհը դարձել է խուլ եւ կներեք նաեւ համր, որովհետեւ որևէ կերպ դրա դեմը չարան կար Միացյալ Ազգությունների կազմակերպություն, որը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեր, այդ բանը չեղավ, միայն այն պատճառով, որ Միացյալ Նահանգները հովանավոր էին այդ կամպանիային եւ ընդհանրապես այդ պետությանը, եւ մենք պետք է հասկանանք, որ այդ ցանցային պետությունը, որը ձևավորել է Իսրայելը, ես դա ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, դա ցանցային պետություն է հիմա, որը իր իշխող դերն է գրում տարբեր բնագավառներում, հատկապես բանկային եւ ռազմաարդյունաբերության եւ որոշակի գիտության տեսանկյունից եւ ամբողջը այսպես համակարգվում է այո Իսրայելի կառավարության կողմից։ Սա պետք է հուշի, որ այսօրվա աշխարհը ինքը չունի այն համակարգը, որը ձևավորեր խաղաղ եւ ամենակարևորը բարիդրացական հարաբերությունների ձևավորման մի գործընթաց ունենար եւ այս տեսանկյունից մենք իսկապես պետք է հասկանանք ու դրան կանրադառնանք թե մենք ինչպես պետք է վարվենք, բայց ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներ եւ ուրեմն Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերություններին, միանշանակ է, որ Դոնալդ Թրամփը ենթարկվեց Իսրայելի պահանջին, պարզ երևում էր դա, որովհետև գալով իշխանության Թրամփը խոսում էր, որ ինքը բացառում է երրորդ համաշխարհային պատերազմը, ինքը 8 պատերազմ է կանգնեցրել, ինքը Նոբելյան մրցանակի ուրեմն արժանի անձ է խաղաղության մրցանակի եւ այլն եւ հանգարց ամռանը անցյալ տարվա ամռանը որոշեց, որ չէ Իրանի Իսլամական Հանրապետությունը էլի նորից պայմանը պատճառը հետեւյալն էր, որ իբր նրանք արդեն այ հեսաբաղը մյուս օրը կստեղծեն միջուկային զենք եւ դա կլինի ամենամեծ վտանգը ամբողջ աշխարհի համար։ Իրականում այդ ամբողջը եղավ սուտ, որովհետեւ հենց իրենց պաշտոնյան Ջո Քենթը, որը հակատերորիստական այդ կառույցի ղեկավարն էր, ինքը անհամաձայնություն իր հայտնեց նրանով, որ հեռացավ այդ պաշտոնից եւ բացատրեց, որ Իրանը չուներ այդպիսի հնարավորություն եւ ցանկություն, որովհետեւ Այաթոլլահ Խամենեին ուրեմն ինքը համապատասխան ուրեմն հրահանգ էր արձակել, որ
միջուկային զենք Իրանը չպետք է ունենա։ Եվ հիմա այդ պայմաններում հարձակումը պարզ էր, որ դա նորից եմ կրկնում, դա թելադրանք էր այդ ցանցային պետության կողմից, Իսրայելի կողմից։ Եվ մենք պետք է դա ֆիքսենք եւ եւս մեկ անգամ նայենք, թե ինչպես եղավ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելը մեծագույն աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին եւ հաղթանակի որոշակի բավական մեծ մասը նաև իրենն է, այսպես կոչված հաղթանակի, բայց ամեն դեպքում դա փաստ է։ Հիմա եթե կոնկրետ անդրադառնանք զուտ արդեն այդ հակամարտությանը, որը կա Միացյալ Նահանգների եւ ուրեմն Իսրայելի հետ միասին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, ապա ես կարող եմ միանշանակ ասել, որ Դոնալդ Տրամպը եւ Ամերիկայի համապատասխան կառույցները հատկապես հետախուզական չկարողացան ճիշտ գնահատել իրավիճակը եւ անգամ չէին կարողացել պատկերացնել, որ Իրանի Իսլամական Հանրապետության ժողովուրդը այս պայմաններում ավելի կհամախմբվի եւ կպաշտպանի իր պետության իշխանությունը, իր պետության ինքնությունը, անկախությունը, ինքնիշխանությունը եւ այլն եւ այլն։ Այսինքն այս պահը, որ երևի թե շատ զարմանալի թվաց շատերին, երբ որ տեսան մի քանի ամիս առաջ այն իրադարձությունները, որոնք լինում էին Թեհրանում, Իսֆահանում, որ հրահրված էին սադրիչների կողմից համապատասխան այդպիսի ցույցեր, հիմա հույսը դնելով, որ իբր ժողովուրդը ինքը դուրս կգա իր կառավարության իր իշխանության դեմ, տապալվեց։ Դա պայմանավորված էր շատ ավելի շատ նրանով, որ իսկապես դա ագրեսիա էր պետության դեմ, ժողովրդի դեմ, ազգի դեմ։ Եվ դա մի կողմ դրվեց բոլոր այն պատճառները, որը բերում էր դժգոհություն այդ իշխանությունից, եթե կար այդպիսիք, եւ վերեց համախմբան։ Հիմա կարծեք թե Իսլամաբադում այն ինչ որ եղավ բանակցությունները, այդ բանակցությունները ավարտվեցին ոչ այնքան հաջող, երբ որ կարևորագույն խնդրի շուրջ ուրեմն չեկան համաձայնության, Միացյալ Նահանգները պնդում էին հատկապես Իսրայելի թելադրանքով, նորից եմ կրկնում, որ նա պետք է միջուկային զենքը ուրեմն ստեղծի եւ դրա համար պետք է հարստացած ուրանը իրենց երաշխիքը դա էր իբր այդ 450-460 կիլոգրամ այս հարստացած ուրանը դուրս բերել Իրանից եւ ուրեմն դա կլիներ երաշխիք, որ այլևս Իրանը առաջիկա տասնյակ տարիների ընթացքում չի կարողանա ունենալ միջուկային զենք։ Սակայն Իրանը իհարկե շատ ավելի պինդ կանգնեց իր դիրքերի վրա, չնայած այն կորուստների եւ ավերվածությունների, որին ենթարկվեց իհարկե երկիրը, բայց գլխավորը համարվեց ազատությունը, անկախությունը եւ ինքնիշխանությունը։ Դրա համար այս կեցվածքը շատ օրինակելի է շատերի համար եւ ես կարծում եմ հատկապես մեզ համար։ Ինչ վերաբերում է թե այդպեսով ոնց է շարունակվելու կամ ոնց է ավարտվելու, դուք արդեն հավանաբար գիտեք, որ Օրմուզի նեղուցը ականապատված է, Օմանի նեղուցից դեպի Օրմուզի նեղուց մտնելը փակ է եւ հիմա Դոնալդ Տրամպը որոշեց, տեսեք ինչ գործարքի անընդհատ ինքը գնում, ինքը բիզնեսի տեսանկյունից է նայում։ Ասում է լավ, փակել ես, ուզում ես փող վերցնես, արի կիսենք։ Կոպիտ ասած դա է ստացվում։ Ուրեմն ես 50% ինձ 50% քեզ, Իրանն ասում է, չէ, սա իմ տարածքն է եւ ես այն ավերվածությունների վնասը, որը ես ունեցել եմ այս ընթացքում, պետք է կարողանամ փոխհատուցեմ։ Եվ փոխհատուցման ձևը այսպես է, ամեն մի ուրեմն նավից $2 միլիոն կտակ, որպեսզի ես կարողանամ հատկապես այն պետություններն են, ծոցի պետություններն են, որոնք որ նույնպես մեղավոր են, որ այսպիսի իրավիճակ ձևավորվեց։ Իրենց տարածքում ունեցած ռազմական բազաները իրոք բերեցին նրան, որ հենց այնտեղից էր հարձակումը կազմակերպում Միացյալ Նահանգները, Իսրայելն էր իր հերթին։
Հիմա չնայած այս ամենին, երբ որ Դիվենսը հայտարարեց, որ չեն եկել կարևորագույն համաձայնության, պարզվեց, որ Միացյալ Նահանգները միայն սպառնալիքով այլևս չեն զբաղվում, չնայած սպառնում են, բայց հետո հասկանում են, որ այդ սպառնալիքը ոչինչ չի բերելու, եւ հիմա պայմանավորվեցին, որ 2 օր հետո կլինի նոր բանակցային գործընթաց, ելի նորից Իսլամաբադում, եւ հավանաբար դա կշարունակվի այնքան ժամանակ, որպեսզի իրեն գան որոշակի համաձայնության։ Դա շատ կարևոր ուրեմն խնդիր է։ Եվ այս պարագայում ես կարծում եմ, որ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի այս տարածաշրջանում ոչ մի աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական փոփոխություն չլինի։ Եթե լինի միայն ոչ մի վնաս մեզ եւ որպեսզի դա չլինի այնպիսի մի իրավիճակ ստեղծի, երբ նորից այստեղ ձևավորվի նախապատերազմական, անգամ էլ պատերազմական վիճակ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե Իրանը ինչպիսի հաջողության կհասնի այս մենամարտում, որովհետեւ հենց Իրանի եւ տեսեք Թուրքիան էլ է արդեն մտավախության մեջ, Թուրքիան էլ արդեն հասկանում, որ Իսրայելը այսպես եթե հասնի հաջողության, ապա նորից տեսեք ինչ է ասել Էրդողանը, ասում է Իսրայելը չի կարող գոյություն ունենալ չունենալով թշնամի։ Սա շատ հետարքիր ուրեմն եզրակացություն է եւ դրա համար ինքը գտնում է, որ այդ հաջորդ թշնամին Իսրայելի լինելու է Թուրքիան։ Այսպիսի իրավիճակ է եւ համոզված եմ, որ Իրանը իսկապես հասնելու է իր նպատակին, բոլորը հասկացան, որ տոկուն եւ շատ խիզախ ժողովուրդ է, որը որ անգամ այդ կորուստները, ծանրագույն կորուստները, մարդկային հատկապես կադրային կորուստները թողեց մի կողմ եւ ցույց տվեց, որ անգամ այդ պայմաններում ինքը պետություն է, ինքը ազգ է, ինքը ունի իր ազգային շահերը, որը ինքը պաշտպանելու է։ Այսպես որ դասեր քաղելու ժամանակն է։ Օրսակսեմ, բայց ամերիկյան կողմից իրականում արձագանքները շատ եւս շարունակում են կտրուկ լինել։ Օրինակ նույն Թրամփը հայտարարում է, որ մեծ հաշվով ինձ ձեռք է տալիս, որ Իրանը չի գնում այդ բանին, այսպես ասենք, հա, մեր բանջները չի իրականացնում, այսինքն ստեցան հիմա գալիք իմ ամենիկների չանեն, արդեն արդարացված է լինելու եւ առհասարակ Թրամփի կոչը, որ ԱՄՆ կոչնչացնի իրանական նավերը, որոնք փորձեն խախտել ծովային շրջափակումը, այս ամենի հետ կապված, հա, ինչ կարող եք ասել։ Մարիամ ջան, երբ որ այդպես լինում է նաեւ Բաքվում, հա, որ ասում է հեսա գալու եմ բրուտը ջարդեմ եւ այլն, այս սպառնալիքները, եթե դու ինքը կարողանար իրականացնել, կիրականացներ առանց այդ ամենը ասելու։ Դա խաղ է, որը որ արդեն չի աշխատում եւ Իրանը հաստատեց, որ այդ քո սպառնալիքները ինձ վրա չեն ազդում։ Դրա համար ինքը շարունակում է հոխորտալ, բայց փաստացի հետևյալն է, վաղը չեմիսորը նորից գնում է բանակցությունների։ Այն պարագայում, երբ որ Իրանը հստակ ասում է, ես չեմ հրաժարվելու իմ միջուկային ծրագրից։ Սա մեկ։ Եվ նույնը Իրանը հայտարարում է, որ ես ունեմ իմ կենսական շահերը եւ այդ կենսական շահերը թելադրում են վարվել այսպես, այլ ոչ թե այլպես։ Այնպես որ այստեղ խոսելու առանձնապես թեմա էլ չկա, որովհետեւ Միացյալ Նահանգները ի տարբերություն իհարկե Իսրայելի փոքր ինչ ավելի միգուցե իրատեսական քաղաքականություն են վարում, բայց ամենայն դեպս այստեղ շատ պարզ է, որ Իրանը այս պահին ավելի շատ հաղթող է, քան պարտվող։ Ես կուզեմ նաև փոխհրաձգությանը անդրադառնալ Հռոմի Պապի եւ Դա շատ հետաքրքիր է, այո։ Ինչ է ասում Թրամփը, Լևոնը Պապ դառնալու ոչ մի ցուցակում չկար եւ եկեղեցու կողմից այնտեղ նշանակվեց միայն այն պատճառով, որ նա ամերիկացի էր։ Եթե ես չլինեի Սպիտակ տանը, Լևոնը չէր լինի Վատիկանում։ Խնդրեմ այս փոխհրաձգությունը, իհարկե նաև ի պատասխան այս ամենին, Հռոմի Պապը նշել է, որ շարունակելու է բարձրաձայն խոսել պատերազմի մասին եւ կոչ անել խաղաղության։ Գիտեք, Դոնալդ Թրամփը մեկ ցույց է տալիս, որ ինքը փոքրահոգի եւ մի քիչ էլ մանկամիտ բան ունի իր մեջ, որովհետեւ որևէ լուրջ պետության ղեկավար չի կանգնի ասի, որ Հռոմի Պապը ցուցակում չկար, այդ ես եմ արել։
Հիմա այսօրվա դրությամբ անգամ եթե դու ես նրան առաջադրել, շատ լավ, բայց արդեն ինքը Հռոմի պապն է։ Ինքը ունի իր կենսագրությունը, ունի իր քաղաքական գիծը, իր բոլոր հատկությունները, որպեսզի կաթոլիկ ուրեմն աշխարհը հաշվի նստի հենց Հռոմի պապի հետ։ Ուստի դա հասկանալի է, որ չէր կարող Հռոմի պապը հրաժարվել սկզբունքային դիրքորոշումներից։ Չէր կարող Հռոմի պապը ասել, որ ինչ լավ ես անում, որ այնտեղ ուրեմն պատերազմ ես վարում եւ կոտորում ես անմեղ ժողովրդին, քաղաքացիական մարդկանց եւ երեխաներին, հատկապես այն զահրուրելի տեսարանից հետո, երբ որ 170 աղջիկ երեխա զոհվեց դպրոցում, հա, եւ որևէ մի ողջամիտ մարդ կարող էր ընդհանրապես ասել, որ այդ ինչ լավ բան ես արել։ Իսկապես առավել եւս հոգեվոր առաջնորդը, ինչպիսին է Պարզե Հռոմի պապը։ Ես կարծում եմ, որ իր օրինակին պետք է այդ օրինակին պետք է ընդօրինակեն նաեւ շատ մյուսները, նույն տարբեր կոնֆեսիաների ուրեմն ղեկավարները, որպեսզի պարզ լինի, որ այո, աշխարհը դատապարտում է այդպիսի պահվածքը։ Ես օրինակ չեմ տեսնում, որ աշխարհը կարծես այսպես իրենց այս տպավորություն է, որ լավ, ինձ հետ չի ոչինչ, ես կարող եմ լռել։ Եվ վաղը ձեզ հետ է լինելու։ Չի կարելի չարը ներել, չարի գործողությունները ներել, չի կարելի, դա նշանակում է, որ դուք հրահրում եք, սադրում եք նոր չարություն, նոր հանցագործություն։ Այդ նույնն է, ոնց որ եղավ ցեղասպանության հարցում։ Եթե պետությունը Թուրքիան չընդունեց, որ ինքը ցեղասպան պետություն է եղել այդ պահին, ապա ինքը շարունակելու է այդ նույն գործողությունները։ Հիմա Իսրայելը, որը անընդհատ խոսում էր իր հոլոկոստի մասին, որը արդարացի է իհարկե, բայց դրա հետ մեկտեղ ինքն է կատարում ցեղասպանական գործողություններ։ Այսպիսի իրավիճակում, եթե աշխարհը չի կարողանալու ձևավորել նոր իրավիճակ, նոր աշխարհաքաղաքական համակարգ, իհարկե այս ամբողջը շարունակվելու է։ Իդեպ ես ասեմ, որ հզոր պետությունները, որոնք Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, այս պայմաններում պրոքսի պատերազմի մեջ են։ Եկեք պարզ խոսենք նրա մասին։ Այսինքն, երբ որ Դոնալդ Տրամփին հարցնում են, թե Ռուսաստանը մասնակցում էր ինչ որ ձևով Իրանի դեմ իր կողմից հրահրված պատերազմին, ինքը ասում է, հա, իհարկե, ես չեմ բացառում, որ հետախուզական շատ բաներ տվյալներ իրենց հաղորդում էին։ Այսինքն, ինքնին հասկանալի է, որ իրենք իրար դեմ հիմա պարզը չեն կարող դուրս գալ մեկը մյուսի դեմ, բայց այդ պրոքսի պատերազմը շարունակվում է։ Այսինքն, այդ մարդիկ հասկանում են, որ իրենց տեղը արևի տակ շատ ավելի մեծ տեղը պետք է գրավեն, ոնց անեն, որպեսզի այն մյուսներին տեղից դուրս պղեն։ Չի ստացվում։ Ինչքան պետք է այսպես զարգանան հարաբերությունները, որպեսզի մարդիկ շատ պարզ մտքի գան, որ եղբայր, այս երկրագունդը շատ փոքր տեղ է, այս երկրագունդը բավարար չի, որպեսզի դուք բոլորը դառնաք տիտան, չգիտեմ, հեգեմոն, եկեք համաձայնվեք եւ ամեն մեկը ձեր տեղում շարունակեք ապրել եւ արարել, ուրիշ ելք չկա։ Ռուսաստանը ընդամենը հաշվի առնելով, որ ինքը Ուկրաինայի հետ կապված այս պայքարը շատ է երկար տևում, այսինքն այս պատերազմը դարձավ արդեն 4 տարվա համարյա պատերազմ է, այսինքն ոչ թե համարյա, 4 տարվա է, մեծ հայրենական պատերազմներ այսքան տևում։ Կարծում եմ, որ պետք է գտնեն, Ռուսաստանը պետք է գտնի ինչ-որ մի ելք, որովհետև ես հասկանում եմ, որ Եվրոպայի ամբողջ 50 երկրները միայն ու միայն քնում եւ արտանում են մի մտքով, որ ոնց անեն, որ պարտության մատնեն Ռուսաստանի, որը անհնար է, դա բոլորը պետք է հասկանան, բայց էլի նորից շարունակում են, ուզում են նոր բանակ ստեղծեն, ՆԱՏՕ-ն արդեն չի բավարարում, ամեն մեկից պահանջում են 5%, ուրեմն իրենց եկամուտների ուրեմն դնել զարգացնելու հզոր բանակ ստեղծելու հարցում եւ այլն։ Այսինքն մարդիկ
խելահաս են, չգիտեմ, հասկանում են, չեն հասկանում, կամ ինչ են անում, ինչի համար են անում, այս ամբողջը պարզ է, չէ, որ չի կարող բերել նրան, որ խաղաղություն հաստատվի այս պայմաններում։ Դրա համար Ռուսաստանը շարունակելու է, միանշանակ շարունակելու է այդ պատերազմը եւ իհարկե չի լինելու այն ամբողջական հաղթանակ, դա նույնպես հասկանալի է։ Այդ ահռելի մեծ տարածքը, որը ունի Ուկրաինան, ամբողջովին ոչ ոք չի կարող օկուպացնել, կամ չգիտեմ դա ուրեմն ինչպիսի մի իրավիճակ պետք է ստեղծվի, առավել եւս որ 50 երկիր պաշտպանում են նրա շահերը։ Ուրեմն կնշանակի, որ պետք է գտնել կոմպրոմիսային տարբերակ, որպեսզի վերջ տալ այս ամենին, եւ իհարկե պետք է այնպիսի երաշխիքներ լինեն, որ ավելևս նորից այսպիսի իրավիճակ չի ձևավորվելու։ Հուսով եմ, որ ինչ որտեղ արդեն դա առաջիկայում կարող է այս տարի գոնե որոշակի համաձայնության գան, եթե Չինաստանը, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կարողանան գալ ընդհանուր համաձայնության։ Այս երեքի ուրեմն կեցվածքից շատ բան է կախված, որովհետեւ տեսեք, քանի գնում ավելի են, որ ասում են կենացները քաղցրանում են, հիմա էլ Ճապոնիան է որոշել միլիտարիզացվել։ Սա այն համաշխարհային երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բացառվում էր այդպիսի բան, նույնը ոնց որ Գերմանիան պիտի չունենար ոչ մի այդպիսի հզորություն, բայց հիմա Ճապոնիան հայտարարում է, չէ, ես պետք է ուրեմն շարունակեմ։ Հյուսիսային Կորեայի օրինակը բոլորին ոգևորում է։ Վերջը իրոք խառնաշփոթ իրավիճակ է եւ սա նաեւ խոսում է նրա մասին, որ համաշխարհային համակարգի հետ միասին տնտեսական համակարգն է փոխվում։ Այդ տնտեսական համակարգի հետ կապված շատ հետաքրքիր հետևություններ կարելի անել։ Կապիտալիզմը ավարտվել է, նոր եկող զարգացող որը ինչ որ մի բան, հələ դեռ չի ձևավորվել։ Չինաստանի օրինակով կարելի ասել, որ այնտեղ այլևս ամբողջական զուտ կապիտալիզմ չի, բայց դա ունի նաև կապիտալի համապատասխան բոլոր երևույթները ներկայացնելու։ Այս ամենը հուշում է մի բան, ես անընդհատ ուզում եմ, որ մենք վերադառնանք մեր ցավին ու մեր դարդին, ոնց որ ասում են։ Հայաստանը ինչ պետք է անի այս իրավիճակում։ Մենք համարվում Հայաստանի կադրավարական մեր անելիքներին Հունգարիայի ընտրությունների մասով։ Հունգարիայի օրինակը ես ոնց է լինի պետք է անպայման բերեմ նաև կապեմ ես հետ։ Տեսեք, ոչ ոք Օրբանին չկարողացավ օգնի, որպեսզի ինքը հաղթի, որովհետև այն դժգոհությունը, որը ձևավորվել էր հասարակության մոտ, արդեն իսկ արտահայտվեց։ Ինչ եղավ, թե ով եկավ, դա այլ հարց է, բայց որ անգամ Դիվենսը, որը հատուկ եկել էր Դոնալդ Տրամփի կողմից ուղարկված, որպեսզի պաշտպաներ ուրեմն Օրբանին եւ նրա կուսակցությանը, չհաջողվեց։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ ասեմ, որ Նիկոլ Փաշինյան մի հատ ականջի տող արա, որովհետեւ եթե անգամ մայիսի 5-ին, մայիսի 3-ին, 4-ին, 5-ին այստեղ են լինելու Եվրոպայի ուրեմն 50 երկրների ղեկավարներ Ֆոն դեր Լյայն, Մակրոն, Մերց, չգիտեմ, այսինչ այնինչ, դա ոչ մի բան չի անելու, ժողովրդի տրամադրությունները չի փոխելու։ Մի շատ պարզ պատճառով։ Մենք պայքարում ենք ոչ թե ինչ որ ասենք, որ լավ չես ասֆալտ փռել դրա համար, այս փոսերն են, չգիտեմ ինչն են, որ դու կաշառք ես տալի ժողովրդին 10,000 դրամ թոշակեսի փր ավելացնում, այն ժամանակ, երբ որ բյուջեում այդպիսի գումար տրամադրված չէր, եւ այլն, այդ հələ մի կողմ դրած։ Մենք պայքարում ենք հանուն նրա, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հզորանա, իրականում հզորանա եւ թույլ չտա, որպեսզի որևէ մեկը մեզ թելադրի, թե մենք ինչ պետք է անենք։ Այս սրա համար ենք մենք պայքարում։ Մենք պայքարում ենք, որպեսզի մեր ազգը չպարակտվի, որը եղավ քո այս կառավարման տարիներին։ Մենք պետք է պայքարենք հանուն նրա, որ ազգը միավորվի եւ ունենա ազգային գաղափարախոսություն։ Ոչ թե միայն այսօրվա քո ասած իրական Հայաստան, քանի գնա փոքրանալու է քո իրական Հայաստանը, այլ իսկապես ազգային գաղափարախոսություն, որը միավորելու է ազգին եւ իր ներուժն է միավորելու։ Այս սրա համար ենք մենք պայքարելու։ Սրա մասին դեռ կանդրադառնանք, ինչ վերաբերում է Հունգարիային, ապա Իլոն Մասկը շատ հետաքրքիր մի հայտարարություն արեց, որ
այնտեղ հաղթել է նաև Սորոսը։ Գիտեք, որ Սորոսը հունգարացի է իր, բայց արդեն հայրը չի, այլ տղան է զբաղվում այդ հարցերով, Ալեքսանդր Սորոսը, որը հայտնի է եւ չի էլ թաքցրել նրա հայրը, որ Ուկրաինայում նարնջագույն հեղափոխությունը իր ձեռքերի գործն է եւ ինքն է կազմակերպել այդ ամենը եւ մենք շատ լավ գիտենք թե այսօրվա մեր իրողության մեջ ինչքան սորոսականներ կան, որոնք որ իրենց ձևացնում են կոսմոպոլիտ, ձևացնում են այնպես, որ իբր թե ամեն ինչի հետ իրենք կհարմարվեն, մոռանալով, որ մենք պատրաստ չենք հարմարվելու, մեր ազգի մեծամասնությունը պատրաստ չի, եւ նրանք, ովքեր որ մոլորացվել են եւ ինչ որ ձևով դեռ համաձայն են եւ շատ տարօրինակ մի իրավիճակ է ձևավորվել, դրա մասին անպայման ուզում եմ խոսել, մարդիկ կան Հայաստանում, որոնց փաստ ես ներկայացնում, ասում հա ոչինչ, ասում ես բայց այսպիսի հետևանք ունենալու, ասում ոչինչ, ասում ես բա հետո դու ինչ ես ուզում, ես ոչինչ, ես տեսնում եմ, որ ես ուզում եմ, որ ինքը շարունակի իշխանություն է վարել, այդպիսիները կան, հիմա դա ով են, այդ թող սոցիոլոգները եւ հոգեբանները որոշեն, բայց ես կարող եմ ասել, որ այդպիսիք եղել են բոլոր իշխանությունների օրոք, բոլորը, ոչ թե միայն այս 35-36 տարվա ընթացքում, դա եղել է եւ Խորհրդային Միությունում, այսինքն կան մարդիկ, որոնք միշտ իշխանության կողմն են, որ իշխանության դա կարևոր չի, իշխանության կողմն են իրենք, եւ հետո շատ հանգիստ, այսպես սահուն կերպով, այն մյուս իշխանության հպատակն են դառնում, այդ արդեն հասկանալի է, իսկ որ Հունգարիայի օրինակը մեզ ցույց է տալիս, որ ժողովուրդը եթե որոշեց, որ այլևս այսպես չի կարելի ապրել, ուրեմն ինքը իր խոսքը, իր ցանկությունը անպայման կհասցնի հաղթանակի, այսա գլխավոր բանն է, եւ հիմա Հունգարիայի հարաբերությունները իհարկե որոշակիորեն կփոխվեն Ռուսաստանի հետ, բայց միևնույն է, դա նշանակում է մեկ բան, իշխանությունը պետք է հասկանա, որ ժողովուրդը ինքը եթե ձևավորվեց իր մոտ տեսակետ, կարծիք, համոզմունք, ինքը իրականացնելու իր ցանկությունը։ Ես գիտեք Ես ընդհանրապես հատուկ նայում եի թե ինչպիսի տրամադրությամբ են նստած այդ մարդիկ այնտեղ հանդիպման ժամանակ, ոչ մեկի այսպես դեմքին չտեսա այնպիսի մի հաճելի վերաբերմունք դեպի հրետորը եւ ես հասկանում եի, որ նրանք նույնպես հասկանում են, թե վերջապես ինչ է կախված այս անձի քաղաքականությունից եւ իրենց բիզնեսի հաջողությունը ոնց է ապահովելու։ Հիմա բոլորս լավ հասկանում ենք, որ 90% համարյա 90%-ը բիզնեսում ներգրավվածները, որոնք արտադրություն են տալիս, հիմնականում իրացնում են իրենց արտադրությունը ռուսական շուկայում կամ ասենք ԵԱՏՄ-ի այդ երկրներում։ Հիմա եթե այդ հարաբերությունները վատթարանան, դեպքում պետք է արդեն ունենաս, ոնց որ ասում են, քո մյուս մի ավելի կարևոր, ավելի լայն հնարավորություններ ձևավորող շուկա պետք է ունենաս, բայց այդպիսին չկա։ Եվրոպան ձեզ չի սպասում ձեր արտադրանքով, նրա ստանդարտները լրիվ ուրիշ են, եւ նա ունի իր սեփական շահը արտադրելու, մենք դրա մասին բազմիցս ենք խոսել, եթե այդպես չլիներ հիմա Բալթյան երկրները, Բուլղարիան, Ռումինիան եւ այլն ավելի ծաղկուն վիճակում կլինեին, բայց նրանց մոտից ամբողջ ուրեմն երիտասարդությունը հիմնականում հեռանում է երկրից, որտեղ այնտեղ արդեն աշխատանք չկա, այդպիսի լուրջ ձևով հնարավորություն չկա ինքնա արտահայտվելու եւ այլն։ Այսինքն
պարզ է, չէ, որ Հայաստանի այսպես գործարար մարդիկ մտածում են հեռանկարի վերաբերյալ եւ դրա համար այսպես շատ մտահոգ դեպքերով էին նստած եւ ես որքան հասկացա հատուկ չներկայացրեցին թե ով ինչ է ասել այդ դեպքում զրույցի ժամանակ ես որ ամենայն դեպս այդպիսի ռեպորտաժ չտեսա որևէ տեղում միայն ուրեմն հրետորներ այսպես ասում ներկայացնում իր պատկերացրած ինչպիսի հաջողություններ են ասել 8 տարվա ընթացքում տեսեք ամեն դեպքում եթե այդ հաջողությունները մենք չվերագրենք նաև այն հանգամանքին, որ ԵԱՏՄ-ի մեջ լինելով Հայաստանը իսկապես ձեռք բերեց շատ լայն հնարավորություններ արտադրության հետ կապված եւ նրա արտադրանքի իրացման հետ կապված, ապա ուրեմն մենք ուղղակի կաշխատենք ի վնաս մեզ։ Ինչ է ասում այս առումով Ռուսաստանը։ Ռուսաստանն ասում է ես գտնում եմ որ շատ ուշացած ինչ տեսանկյունից ուշացած եթե դուք տեսնում եք որ հարաբերությունները այնպես չեն զարգանում ինչպես որ դաշնակից պետությունների մեջ պետք է լինի այդ պարզաբանումները պետք է շատ ավելի վաղ լինեին այսինքն պետք է պարզ խոսվեր դեռ 7 տարի առաջ անգամ 8 տարի առաջ թե ինչ փոխհարաբերություններ պետք է ունենան Հայաստանը եւ Ռուսաստանը դեռ երկկողմանի մասին է խոսքը ինչը չարվեց որը համարվեց թե իբր Հայաստանը միևնույն է իր քաղաքական գիծը տանելու է դեպի իրենց դեպի Ռուսաստան դեպի ԵԱՏՄ եւ այլն դեպի ՀԱՊԿ բայց պարզվեց որ այդպես չի ինչու էին այդպես կարծում դա շատ կարեւոր է տրամաբանական տեսանկյունից հասկանալի էր որ եթե դուք ինչ որ մի բանից հրաժարվում եք ապա դուք պետք է ունենաք դրան փոխարինող անհամեմատ ավելի լավ բայց պարզ տրամաբանությունը ցույց էր տալիս որ եթե դուք սրանից հրաժարվեք դուք որևէ նոր լուրջ փոխհատուցում չեք ունենալու դրա համար համարում էին որ լավ երեխաները ոնց են լինում ասում են լավ թող մի քիչ էլ չարություն անեն հետո երևի կհասկանան հետ կգան բայց այդ չարություն անողները երեխա չէին այլ հակառակը նրանք գիտակցաբար տանում էին այս ամենը հենց այս վաղճանին ուստի այս տեսանկյունից է որ մեզ համար հիմա այդ հարաբերությունները իրոք խաթարված են եւ մենք հիմա այսպես սահմանային գծի վրա ենք երբ որ Եդվս Միքայել եթե պարզ խոսենք հա եթե այս իշխանությունը մնաց որպես ընտրություններից հետո որպես իշխանություն ես ես վստահ ասում եմ որ դա իմ այսպես բանը չի կանխագուշակումը չի դա ամբողջ այս իրադարձությունների զարգացման վերջնակետն է գալու այսինքն պարզ է որ եթե սրանք շարունակելու են նույն քաղաքականությունը ապա պարզ է որ այն մյուս կողմը պետք է իր շահերից ելնելով համապատասխան քայլեր ձեռնարկի եւ ավերջուկի ելեմ կրկնում ուշացած նախազգուշացումները կամ ընդհանրապես ես դա համարում եմ սխալ մոտեցում պարզ ասում եմ որովհետեւ այդ ամենը պետք է դնել եւ համապատասխան ձևով քննարկել երկկողմանի հարաբերություններում շատ ավելի վաղ Եվ եթե դուք արդեն տեսնում եք, որ սա գիտակցաբար է արվում, ապա դուք ձեր այն ժամանակ կարողանայիք համապատասխան քայլերով առանձնացնեիք ձեր շահերը։ Այստեղ շատ կարևոր հանգամանք է, ոչ թե մենակ հենց Ռուսաստանի հետ, այլ բոլոր այն պետությունների հետ, որոնց հետ դուք ուզում եք ունենալ դաշնակից կամ բարիդրացիական հարաբերություններ։ Այստեղ այն գոյանքները, ոնց որ մեր Խաչիկ Մանուկյանն է ասում, որ հիմա սկսեն էլի նորից իրենց հիմարությունները դուրս տալ ռուսամետության, չգիտեմ, ռուսական կողմնակիցների եւ այլն, այս թողնում եմ մի կողմ, որովհետեւ անիմաստ է նրանց հետ ընդհանրապես խոսելը։ Խոսքը գնում է Հայաստանի եւ հայ ժողովրդի շահից ելնելով ինչպիսի քաղաքականություն է պետք է վարել, որի ոչ մի բան։ Եթե դա չի ձեր գլխավոր գաղափարը, ապա դուք իհարկե դառնում եք գործիք, որով ինչ ուզենան կարող են անել։ Դուք գործիք եք։ Իսկ երբ որ դուք հանդես եք գալիս ձեր հստակ ռեալ իրավիճակից ելնող համապատասխան գործողություններ եք թելադրում, ապա դուք ազգային շահն եք պաշտպանում։ Իսկ եթե որևէ մեկը ազգային շահը չի պաշտպանում, այդ դեպքում արդեն նա ոչ թե այսպիսին է, այնպիսին է, նա ուղղակի պետության
թշնամին է, պարզ խոսեք։ Հիմա հարց, եթե այսպես է շարունակվում, դուք ասում եք մենք հապկից դուրս են գալիս, որովհետև հապկը մեզ չպաշտպանեց, ես էլ հարց եմ տալիս։ Եվ դա բազմից եմ ասել, երբ որ էլի նորից ռուսական կողմը փորձում էր 44 օրյա պատերազմի մեկ շաբաթ անց իր զորքը բերել եւ Լեռնային Ղարաբաղում որպես հակատերորիստական կամպանիա անցկացնելու, ինչու չհամաձայնվեցիք։ Ինչու։ Եթե դուք գտնում եք, որ այդ պատերազմը մեզ համար շատ վատ պատերազմ է, պարզ է եւ մենք պետք է կարողանանք մեր ժողովրդին այնտեղ փրկենք եւ մենք պետք է տարածքներ չկորցնենք եւ այլ, որպեսզի հետո էլ չլինի հայաթափումը։ Դե անեիք, ամեն մի քայլ ունի իր հետևանքը։ Եվ եթե դուք գիտակցաբար չարեցիք, իսկ ես դա պնդում եմ, որ իրենք գիտակցաբար չարեցին, ուրեմն կնշանակի դուք ուրիշ նպատակ ունեիք, որովհետև դուք երբանից ասում եք, որ Արցախը մեր վզին փաթաթած խնդիր է։ Այ սա է, որ խոսում են նրա մասին, որ ազգային շահին դեմ գնացող են սրանք։ Պետության շահին դեմ գնացող են։ Եթե դուք հարմարվում եք այսօրվա նույն այդ մարդիկ, որոնք սիրահարված են կամ չգիտեմ ինչ են այս իշխանությանը, ապա ես ուզում եմ ասեմ, թե բա ինչով եք դուք բացատրում, որ այսօր Վայոց ձորի բոլոր բարձունքներում կանգնած են ադրբեջանցիները, նույնը Վարդենիսում, երբ որ խոսում եք, որ իբր թե ուրեմն Սյունիքում կան շատերը, որոնք գոհ են այս քաղաքականությունից, ապա ես հարց եմ տալիս, այն որ 21 կիլոմետրը մեր միջպետական ճանապարհի հանձնեցին ադրբեջանցիներին, որի կարիքը չկար, որի ուրեմն պարտադրանքներ ընդամենը, եւ որ ուրեմն Կապանի օդանավակայանի 50 մետր բարձրության վրա կանգնած է ադրբեջանական օմոնը կամ չգիտեմ նրանց սահմանապահ, դա ձեզ չի մտահոգում։ Դա չի ասում, որ նրա մասին, որ դուք հարմարվում եք ընդամենը, եւ երբ որ թշնամին որոշի, այդ դեպքում ուրեմն ինքը կարող է այնպիսի գործողություններ անի, որը ձեզ համար հանգարց կլինի անսպասելի, հա։ Եվ այն պարագայում, երբ որ մարդն ասում է, որ եթե ես չլնեմ, սեպտեմբերին պատերազմ կլինի։ Դուք հասկանում եք սրա ոչ թե աբսուրդայնությունը։ Սա արդեն ցինիզմի ամենաբարձր տեսակետն է։ Այսինքն դուք անպայմանավորվել ես, որ եթե ես չլնեմ, ուրեմն դու պատերազմ ես անելու, կամ դու ինքդ պատկերացնում ես, որ դու անփոխարինելի ես։ Այս է հարցը, որտեղ որ մենք պետք է շատ հստակ ուրեմն եզրակացություններ անենք։ Մի քանի բան ես ուզում եմ ներքինի հետ կապված։ Անպայման մենք անդրադառնանք, բայց պարզապես ես կուզեմ նաև անդրադառնալ այս հարցին։ 18-ամյա Դավիթին, այո, պատգարակով տարել են նորից Կանանավայր, ես չգիտեմ, էլի այս մարդու դաշնակցությունը, ինչ վերաբերմունքը, անկշտությունը, որքան դա պետք է մարդիկ երեխաներ մանավանդ, այսպես ասենք, տանջվեն իրենց պատճառով, եւ նաեւ գիտեք, անցած հանգստյան օրերին Լոռու մարզերգնում մինչ այդ վթարը, որը հերթական կյանք խլեց։ Ես արդեն իրեն ոչինչ ասելու բան չունեմ, անկեղծ եմ ասում, որովհետև դա անիմաստ է, մարդուն ասել են, ինչ որ 10 անգամ, 100 անգամ, 1000 անգամ ասվել է, դա նույնն է։ Դա իր էությունն է հիմա։ Ես ուզում եմ հասկանամ, բոլոր նրանք, ովքեր այդպիսի հրամաններ են կատարում։ Դուք նույնն եք, դուք երեխա չունեք, դուք ընդհանրապես համարում եք, որ այդ 18 տարեկան տղան այնպիսի հանցագործություն է կատարել, որ նրան անպայման պետք է պահել այդ հիվանդ վիճակում տանել նորից բանտ, հա? Դուք նորմալ մարդիկ եք։ Լավ, ո՞նց եք կատարում այդպիսի հրաման։ Ինչով եք բացատրում, որ իբր թե ձեր աշխատանքից կազատեն ձեզ։ Դա է ձեզ համար գլխավոր հարցը, թե այն, որ դուք հագիստ խղճով կարողանաք գիշերը քնել։ Չէ՞ որ անդրադառնալու է դա ձեզ վրա։ Դուք ոնց էլ անեք, ձեր ներսից ներքուստ այն խիղճը, մնացած բոլոր մտորումները, միևնույն է ձեզ հանգիստ չեն տալու։ Հա լավ նա է հրամայում։ Բայց դուք ոչ մեկը չկա կանգնի ասի լավ, ախր այս չի կարելի այսպես վերաբերվել։ Չի կարելի 18 տարեկան տղային, որը որ ընդամենը, չգիտեմ,
իր տեղն է ուզեցել ունենալ այդտեղ ընդհանրապես այդ աբսուրդը որ դու եկեղեցում ինչ ես եկել քաղաքական գործունեություն ծավալելու դու ինչ ես եկել եկեղեցում խանգարելու որովհետև դու եթե եկել ես եկեղեցի պատարակի կանգնել այնտեղ որտեղ ազատ տեղ կար ուրիշ հրմշտոց բան չպետք է լիներ դու ինքդ ես սադրել այդպիսի իրավիճակը եւ հիմա այն բոլոր մնացածները որոնք հիմա այդ ամենը համարում են նորմալ երևույթ եւ շարունակում են ենթարկվել այդպիսի հրամաններին ավելի վատն եք լուրջ եմ ասում դուք ավելի վատն եք որովհետեւ այդպես է եղել բոլոր այդ դիկտատորների ժամանակ նրանք անգամ միշտ զարմացել են թե լավ միջև երբ կարող եմ ես ավելի ցինիկ լինեմ եւ ինձ ոչ ոք չասի թե լավ չի կարելի այսպիսի բան անել դրա համար Դավիթը Մինասյան Դավիթը անհապաղ պետք է ազատվի այդ ինչ մի բարդ հարց է որ նրան չի կարելի տնային կալանքի գոնե տնային կալանքի չնայած անմեղ երեխա է նրան ընդհանրապես ոչ մի դատ պետք է հասնի ոչ նրան ոչ նրա եղբորը դատը պետք է հասնի նրանց ովքեր հրարեցին այդ իրավիճակը հիմա ինչ մի խնդիր է էլ դատախազին էլ չեմ ասում պարզ է ով է բալավ դատավոր չկա որը փոխի այդ իրավիճակը ձեր երեխաներին որ հանգարց Աստված չանի այդպիսի բան լինի ով է պաշտպան կանգնելու այնպես որ սա քննարկելու հարցել չի ախր սա ընդհանրապես այս ցույց է տալիս անբարոյականության ամենաբարձր աստիճանը որովհետև 18-ամյա երեխան այդպիսի կենսագրություն ունեցող հիանալի սովորող հիանալի ուրեմն եւ դրա հետ մեկտեղ ունեցող այդպիսի բարդություններ առողջական ոնց կարող է մեկը իր վրա չվերցնի պատասխանատվություն ասի թե գիտեք ինչ այսպես չի կարելի վարվել ես դե գիտեք ինչ էլ նորից եմ ասում նրանց ես բան չունեմ ասելու այդ քպայականներին չգիտեմ ինչ է կուղղի չգիտեմ ինչ ուրախ ավտոբուս ինչ քեֆ ու ուրախություն ինչի մասն է խոսքը չգիտեմ ես այդ մարդկանց ասելիք չունեմ ես մենակ մի բան գիտեմ որ մեր ժողովուրդը պետք է հասկանա որ դա տեսեք այդ ասֆալտի պատմությունը 8 տարի մի րոպե 8 տարի կերակրում եք ասֆալտով այս ժողովրդին թե տեսեք մենք ինչ ենք անում ինչ չենք անում հա ինչ ստացվեց հենց հիմա պարոն Սարգսյան ձեր խոսքի վրա հենց հիմա խնդրում եմ նայեք անձրևի տակ այո նայեք լստը նայեք չեմ անում ինչ են անում գիտեմ ռոկե սակել են գիշերվա 1000-ի Asfalt են անում մարդիկ, նայեք ասֆալտ Գիր այս անձրևին ասֆալտ, նայեք Գիտեմ Ջուրը նայեք մեջին Տիգրան Նավինյան կամ չգիտեմ ելով է այս ամբողջի աբսուրդի հեղինակը հա եւ նաեւ երևի տեղական կառավարման չգիտեմ ինչի նախարար հա այս ձեր արածը դուք հասկանում եք որ հետո դուք եք պատասխան տալու ախր այդ ժողովուրդը որը որ տեսնում է այս ամենը ձեզնից շնորհակալ լինի իսկ այդ ժողովրդին որ ասում է որ մենք համար ճանապարհ կառուցեցին ուրեմն լավ իմացեք կառավարության սուրբ պարտականությունը այդ ճանապարհներ կառուցելն է ճանապարհ վերանորոգելն է բայց դրա հետ մեկտեղ ձեռնարկություն ստեղծելն է արտադրություն զարգացնելն է դրա հետ մեկտեղ խաղաղ կարողությունները իրականացնելն է դա պետության անվտանգությունը բարձր մակարդակի հասցնելն է սա է կառավարության գործունեությունը եւ դա իրան սուրբ պարտականությունն է եթե դա էլ չանի բա ինչ անի այդ որ կանգնել գովերքում են իրենց որ իրենք անցել են ուրեմն առողջապահական այս համակարգին դա շատ սովորական նորմալ երևույթ է եւ դրա հետ մեկտեղ Եթե ել եմ կրկնում 10,000 դրամով դու շարունակում ես իբր բարձրացնում ես թոշակը իբր որովհետև այն գնաճը կերել է 10,000-ն էլ, 20,000-ն էլ
ուրեմն կնշանակի քո քաղաքականությունն է սխալ կամ միտումնավոր է այդ քաղաքականությունը, որը երկրորդն եմ ես հավարում։ Այնպես որ այս ամբողջ խրախճանքը, որը դուք ինչ-որ ձևով ուզում եք արտահայտեք ձեր հաջողությունները, ժողովուրդը արդեն ամեն ինչ հասկանում է եւ մի կարծեք, որ այս առանձին մի քաղաքացի էր, այսպես մտածում են բոլոր մտածող մարդիկ, ովքեր տեսնում են ձեր արարածի իմաստը։ Այ հիմա գնացեք տասնյակ մարդու կարող եք հեռացնել։ Իդեպ ասած մի շատ հետարքիր երևույթ հիշեցի, որը որ շատ կարևոր է։ Քննարկում էին ինչ որ թե ինչ ճանապարհ են կառուցել եւ ինչու որակը լավը չի, ինչ ասի այդ նախարարը։ Ասում է մենք որոշել ենք այդ ճանապարհը քանդել, որովհետեւ ինքը որակյալ չի եւ ուրեմն պարտադրենք, որպեսզի նա նորից կառուցի։ Լսի, դուք ընդհանրապես ինչով եք մտածում։ Ուրեմն փոխանակ ընթացքում, շինարարության ընթացքում դուք ունենաք վերահսկողություն եւ տեսնեք հենց որ տեսնում եք որ ինչ-որ մի բան անորակ է արվում, կասեցնեք, պարտադրեք որ փոխեն, կառուցված ճանապարհի վրա ինչքան փող եք ծախսել։ Հիմա նորից ասում եք քանդենք, թող այն մեկը բերի նորից ինքը կառուցի, հա? Դուք լուրջ եք։ Դուք ընդհանրապես կառավարությունից բան հասկանում եք։ Թե հետել եք դիտման բանում։ Բայց կոռուպցիան էլ ո՞նց է լինում։ Այսինքն նայել ասում հա ճիշտ է, այո, պետք է նրանք որակը ապահովեն։ Ապահովեիք ժամանակին։ Բայց չթողնեիք որպեսզի անորակ ճանապարհ կառուցեն։ Եվ այս պարագայում մարդ իրեն կոչում է նախարար, եւ նախարարություն կա, որը որ իսկապես զբաղվում է այս հարցերով։ Ինչի ենք մենք հիմա այսպես լրջորեն մտածում ոնց անենք, որ իսկապես ժողովուրդը այս ամբողջը պատկերացնելով դեմ քվեարկի։ Ինձ օրինակ արդեն եւ լրագրողները եւ ուղակի քաղաքացիները վերջերս անընդհատ հարցնում են, թե ինչու ենք մենք օրինակ հայտարարել, որ աջակցում ենք Գայք Ծառուկյանի կողմից ուրեմն առաջարկվող առաջարկ Հայաստանին ծրագրին։ Ուզում եմ բացահայտ ասեմ, որտեղ մենք միայն այդ ծրագրի շուրջ ենք հիմա համագործակցում, որովհետև այդ ծրագիրը տարբերվում է բոլոր մյուսներից հետևյալ առումով, մեզ համար շատ կարևոր հանգամանքով։ Այս ծրագիրը ձևավորվել է ոչ թե մի մարդու կողմից, ոչ էլ կուսակցության միայն, այլ շատ մեծ ծավալի մարդկանց ներգրավմամբ երիտասարդություն, գիտնականներ, տնտեսագետներ, քաղաքագետներ, իրավաբաններ եւ այլն, իսկ իրականում այդպես ես խորհուրդ եմ տալիս, ով որ հանգարց հեգնանքով լսի ինձ, ուրեմն թող գնա ծրագիրը կարդա եւ տեսնի, որ շատ ճիշտ եւ հստակ ձևակերպումներով է տրված։ Եվ ես պետք է ասեմ, որ հատկապես անվտանգության հետ կապված, տնտեսական զարգացման, գյուղատնտեսության հետ կապված ծրագրում դուք կտեսնեք ինչքան հստակ բաներ են ձևակերպված, որոնք իրականում կարելի է իրականացնել։ Եվ ամբողջ ծրագրի իմաստը նա է, որ չլինի ինչ որ ես իրեմ օդից վերցրած բաներ, այլ այն ինչ որ հիմնավոր կարելի է ուրեմն հաստատել, որ սա է ճիշտ ճանապարհը։ Եվ դրա համար ենք մենք ասում, որ այո, առաջարկ Հայաստանին ծրագիրը այսօր էապես տարբերվում է մյուսներից։ Եվ ես կարևորում եմ հենց այդ հանգամանքը եւ մեր կուսակցությունը եւ միասին շարժումը, մենք կարևորում ենք այդ հանգամանքը, թե վերջապես ինչպիսի իրատեսական ծրագիր կարելի է իրականացնել։ Եվ դա կարելի է անել համերաշխության պայմաններում, դա կարելի է անել այո, միավորելով տարբեր խավերին եւ պարտադիր չի, որ իսկապես մի կուսակցության անդամներ լինեն կամ 2 կամ 3։ Այստեղ հարցը նրանում է, թե որքանով է դա հիմնավորված մասնագիտական առումով։ Իսկ այդ ծրագիրը իսկապես այդպիսին է։ Ինչ եմ ուզում սրանով ասեմ։ Պետք է շատ լավ պատկերացնել, որ հետո վաղը չգաք ասեք, էս ինչի սենց եղավ։ Գնացեք ընտրություն կատարեք, գնացեք ծանոթացեք։ Մի գնացեք, որ իբր թե այսինչը ինձ դուր է գալիս, իսկ այն մեկը ինձ դուր չի գալիս։ Մի հատ գնացեք, տեսեք ինչ են ուզում անեն այդ մարդիկ։ Եվ այդ քաղաքական ուժերը։ Իհարկե մենք մեր կողմից մի խնդիր կա, որը մինչև այսօր ես անընդհատ ասում եմ եւ մեր կուսակցության անդամները եւ միասին շարժման ներկայացուցիչները, որ մենք անընդհատ պնդում ենք, այս փուլում անպայման անհրաժեշտ է մի հուշագիր ստորագրել։ Ժողովուրդ, դա անհրաժեշտ է։
Այդ հուշագիրը ինչի համար ձեզ համար չի այդ հուշագիրը։ Մեզ համար չի։ Դա ժողովրդի համար է, որպեսզի ժողովուրդը հավատա, որ դուք իրականում քայլելու եք այս ճանապարհով, որը բերելու է իրականում այն իշխանության փոփոխության, որը անհրաժեշտ է մեր երկրին։ Բայց մենք տեսնում ենք նաև օրինակ շաբաթօրը որ կայացավ Սամվել Կարապետյանի հրավիրած մեծ հանրահավաքը, սրանք ինչ խանգարումքի մեջ են հայտնվում։ Դե իհարկե։ Այս ամենը ինչի դրսևորում է։ Իդեպ ասած մենք գտնում ենք, որ կապ չունի թե ոնց է, ոնց չի։ Ընդդիմության թևերը, եթե այս կամ այն թևը ինչ որ մի այդպիսի շարժ է անելու, բոլորս պետք է մասնակցենք։ Այո, դա պետք է երևա, այստեղ ոչ թե կողմնակից ես, ասենք այդ նույն ուժի, այլ դու կողմնակից ես, որ այդ ուժերը կարողանան հաղթահարեն շեմը եւ լուրջ ձևով հաղթահարեն, որպեսզի կարողանան այնտեղ միասնական կոալիցիա ձևավորեն։ Սա է մեր գլխավոր խնդիրը։ Եվ այդ տեսակետից, այո, պետք է երևա այն ժողովրդի այն հատվածը, բոլոր հիմնական բոլոր ուժերի հանրահավաքներին պետք է գնալ մասնակցել։ Դա չի նշանակում, որ դուք գնացիք, հետո վաղը հենց այդ ուժին եք ձայն տալու։ Կարևորը, որ դուք ընդդիմադիր եք եւ ցույց եք տալիս այդ ընդդիմադիր ձեր կեցվածքը։ Եվ այս պահին, այո, դա շատ կարևոր է։ Մենք ունենք շատ լուրջ առաջարկներ եւ դեռ կա ժամանակը, որպեսզի դրանք իրականացնենք, բայց ես նորից եմ կրկնում, իհարկե իրենց թվում էր, թե ժողովուրդը քիչ կլինի կամ վերևից կնկարեն մի ժամ առաջ հանրահավաքը դեռ չի սկսվել, ցույց կտան, որ տեսեք դատարկ է, բայց դե ում եք խափում։ Դուք ձեզ եք խափում։ Իբր ուզում եք խափել իհարկե։ Այն դժգոհությունը, որը կա ժողովրդի մոտ, հատկապես քաղաքներում, դա բացահայտ է։ Եվ որևէ ձևով թաքցնել դա հնարավոր չի։ Իմիջիայլոց, այո, իրական դժգոհություն կա մարզերում էլ Այո, կա։ Բայց նաև այսպեսի բան կա, այս մարզային այցերի շրջանակներում գնում են, այնտեղ ինչ-որ մարդիկ են հայտնվում, որ իբր ընդդիմադիր Հայաստանի բաներ են ասում, իրապես ասես սա էլ է բեմադրված, Այո։ ինքնուրույն իմիտացիա ստեղծել, որ ժող վարչապետն եմ էլի, կուկուրուզու ուտող, որ ասես կապա պրոբլեմ չունեմ, կանունեմ մարդկանց խնդիրներին ասես դեմարդեմ։ Այդ բոլոր տեխնոլոգիաները, այսպես կոչված, բոլորիս հայտնի են, հարցը նրանում է, թե դուք ճիշտ եք գնահատում եղած իրավիճակը, թե սխալ։ Այս սա է գլխավորը։ Դուք կարող եք անընդհատ ասել, ինչ էին ասում, 65% պետք է, Դուք տենց կարծում եք, որ անգամ եթե եվրոպացիների այդ դեսանտը գա, դուք էլ ինչ որ այս կամ այն ձևով, իմիջիալոց ամսի 8-ին այստեղ լինելու է համերգ Լարա կարծեմ, ինչպես? Ֆաբյանի, այո, Լարա Ֆաբյանի համերգը, ամսի 8-ին, 7-ին ընտրություններն են, ամսի 8-ին ուրեմն այդպիսի հանրաճանաչ երգչուհի, շատ լավ երգչուհի է իհարկե, բայց ինչու հենց ամսի 8-ին, այսինքն ժողովրդի մի հատվածի ուրեմն ուշադրությունը շեղել դեպի այստեղ եւ եթե անկարծ հետընտրական գործողություններ լինեն, ուրեմն կիսվեն կամ չգիտեմ մասնատվեն եւ այլն։ Տենց բաները չեն փրկում ձեզ։ Դուք ավելի ճիշտ մտածեիք, թե ինչ անենք, որ արդար լինենք։ Ինչ անենք, որպեսզի ժողովուրդը իսկապես գոհ լինի, որպեսզի նորից ձեզ ձայն տար, բայց այլևս այդ իրավիճակը չկա եւ չի լինելու։ Չի կարող պատահի հայ ժողովուրդը նորից համակերպվի ձեր իշխանության հետ։ Չի կարող պատահի։ Եվ իդեպ վերջին այս Սփյուռքի հետ կապված այն հավաքը, որը եղավ Փարիզում, եւս մեկ անգամ դա է հաստատում։ Չի կարող պատահի հայ ազգը հարմարվի նրան, որ ինքը պառակտված պետք է շարունակի իր գոյությունը, չի կարող պատահի դա։ Եվ կարևոր շեշտադրում, որ հունիսի 7-ը Հայաստանի լինել չլինելու։ Դա այո, դա արդեն փաստ է, որովհետև մենք խոսում ենք նրա մասին։ Դե մարդը ինքն է ասել։ Ինքն է ասում, ասում, եթե ես չլինեմ, սեպտեմբերին պատերազմ։ Լուրջ ես։